Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցավ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որից հետո ընդունվեց բանաձև եւ այդ բանաձևի ընդունումից հետո քննադատություններ հնչեցին պաշտոնական Թբիլիսիից, մասնավորապես Վրաստանի խորհրդարանի փոխոսնակը Եվրանեստի բանաձևը որակեց բովանդակությունից զուրկ եւ նշեց, որ հայ падգամավորները ըստ էության անվստահություն հայտնեցին Փաշինյանին, քանի որ Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով պաշտոնապես այցելել է Վրաստան եւ հանդիպել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ, բայն այն էր, որ այդ բանաձևով նաև կասկածի տակ էր դրվում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը։ Սա հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը որակեց հայ-վրացական հարաբերություններում գժտություն, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են վատթարանալ, զգուշացրեցին, որ չզարմանաք, եթե առաջիկայում հայ բեռնատարների վարորդների համար խնդիրներ առաջանան։ Իսկապես այս բանաձևի ընդունումը կարող է ըստ ձեզ խնդիրներ առաջացնել Երևանի եւ Թբիլիսիի միջև։ Շատ կարևոր հարց է եւ արեք մի քանի փուլով դիտարկենք այս հարցը, որովհետեւ տարբեր բաղադրիչներ ունի։ Առաջի հերթին այդ բանաձևին Հայաստանի ուրեմն պատվիրակության քվեարկությունը գալիս է այն հիմքի վրա եւ սա նաեւ պաշտոնական Երևանից սրա մասին հստակ ասացին Թբիլիսին, որ սա հիմնված էր Հայաստանի շահերի հետ կապված եւ Հայաստանի ուղված մասի հետ, որը կար այդ բանաձևում, որը Հայաստանի համար շատ կարևոր էր։ Ուստի երբեք Վրաստանը Հայաստանի շահը իր սեփական շահից բարձր չի դրել, եւ ոչ էլ Հայաստանն է դնում Վրաստանի շահը իր սեփական շահից բարձր, քվեարկել է ընդհանուր բանաձևի համար, որովհետեւ այդտեղ Հայաստանի հետ կապված կարևոր մասեր կա, իսկ ընդգծել է նաեւ, որ չեն մասնակցել այդ ուղղությամբ, երբ Վրաստանի թեմաներ գլխավոր եւ Վրաստանի ուղությամբ կարելի ասել քվեարկությունը այդտեղ չէր ուղված, բայց հաշվի առնելով որ մի փաթեթով է բանաձևը եւ հայկական կողմը չի նախաձեռնել, չի քննարկել, չի աջակցել որևէ ձև Վրաստանին ուղված այդ մասին, ապա քննադատությունները այստեղ ստեղծում են լրիվ ուրիշ տպավորություն։ Իսկ ես ասեմ ինչու տպավորություն, որ ապրիլ ամսից երբ կիսաշրջափակում է սկսվել Հայաստանի Վրաստանի կողմից, որևէ դրա պատճառը իրականում գոյություն չունի։ Եվ հաշվի առնելով դա, ես տեսնում եմ այստեղ ցանկություն, որ սա օգտագործվի ինչպես թեզ հայ-վրացական հարաբերությունները լարելու Վրաստանի կողմից, նկատի ունենալով Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում, որ կիրառի Հայաստանի դեմ։ Եվ այն, որ Հայաստանում ես իրենց ընդդիմություն չեմ կոչի, բացի այդ ռուսական նույն գործակալները, որոնք նույն տրամաբանությունում են գտնվում, որի մասին ես խոսեցի, որոնք իդեմս երբեք չեն քննադատել Վրաստանի իշխանություններին, որ ապրիլ ամսից կիսաշրջափակում է կազմակերպվել, եւ նաեւ Ռուսաստանին չեն քննադատել այս գործունեության համար, փաստացի հիմա Վրաստանի համար հիմքեր են փորձում ստեղծել, որ այսպիսի ոչ օրինական գործողություն տեղի ունենա։ Ես հարց ունեմ այդ ընդդիմությանը, այդպես են պատկերացնում իրանք առհասարակ միջազգային հարաբերությունները եւ հայ-վրացական հարաբերությունները, որ եթե ընդհանուր բանաձևին Հայաստանը քվեարկում է, բեռնատարներին խնդիրներ պետք է ստեղծվեն, այդպիսին է իրանք պատկերացումը, հա, մեր երկու պետության ռազմավարական հարաբերությունների մասին, եւ այդտեղ պետք է ընդգծել, որ այո, շատ հետաքրքիր է, որ նույն դաշնակցությունը, որի ներկայացուցիչը սրա մասին հայտարարություններ արեց, Գառնիկ Դանիելյանը խոսքին, հստակ այստեղ կանգնած է Վրաստանի իշխանությունների կողքը, այլ ոչ թե Հայաստանի շահերի կողքը։ Դա շատ զարմանալի է, որտեղ դաշնակցությունը իրան միշտ ազգային ուժ է դրսևորել, բայց այստեղ մեկ անգամ եւս երևում է, որ որտեղ որ Ռուսաստանն է եւ Ռուսաստանի շահերը, այդտեղ է դաշնակցությունը եւ դաշնակցության շահերը, այլ ոչ թե հայկական։ Այդ բանաձևում նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ուղված դրվագներ կար, օկուպացված տարածքների դեօկուպացիային ուղված կետեր կար։ Ինչու է այս դեպքում դաշնակցությունն օրինակ ասում, որ պետք է ձեռնպակ քվեարկվեր նման բովանդակությամբ բանաձևին։ Ես այդ հարցը նաև ունեմ, ինձ հետաքրքրում է ըստ դաշնակցության Վրաստանի շահը Հայաստանը պետք է ավելի բարձր դնի, քան Հայաստանի շահը։ Իրոք,
Ինչու՞ց է դա բխում։ Վրաստանը այդպես իրեն չի վարում եւ առհասարակ այդպիսի բան միջազգային հարաբերություններում չկա, որ որևէ պետություն իր հարևանի շահը իրանից բարձր դնի։ Ինչպես եք դա պատկերացնում։ Ես առհասարակ զարմացած եմ, իրանք վերջերս նաև շատ են գովում Վրաստանի իշխանություններին գործող։ Ես զարմացած եմ, երբ ֆանից է դաշնակցությունը դառե վրացամետ կամ վրացա ուրեմն նպատակ ինչ որ ուժ, որը պաշտպանում է Վրաստանի շահերը, երբ ֆանից հայկական պետությունի շրջափակումը այդ իբրև հայկական նացիոնալիզմը կամ պատրիոտիզմը, հա, հայրենասիրությունը, այսպես ասեմ, պրիվատիզացիա կազմակերպված, որ մենք հաճախ գիտենք, իրանք նոր սերունդինի չեն բացատրում, որ հայրենասերը միայն դաշնակցությունն է, երբ ֆանից են հայրենասերները Հայաստանի բլոկադայի եթարկելու կողմնակից, երբ ֆանից են ասում, որ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրից օկուպացված տարածքները, որ Ադրբեջանը դեռ պահում է, այդտեղի դեօկուպացիան ուրեմն դրա ձեռնպահը պետք է Հայաստանը քվեարկեր, շատ զարմանալի է սա եւ եւս մեկ անգամ խոսում է մի կոնկրետ փաստի մասին, որը ես պետք է արձանագրեմ։ Դաշնակցությունը, ինչպես նաեւ Կտրիչ Ներսյանի համակարգը ծառայում են KGB-ի շահերին։ Մենք պետք է ազատագրենք ոչ միայն մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այլ նաեւ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ պետք է հայկական պետությունը ազատագրի հայ հեղափոխական դաշնակցությունը։ Եթե ազատագրումը անհնար է եւ այդ ուժը մնալու է իբրև ազգային ուժ, բայց իրականում KGB-ի վերահսկողության տակ, ապա պետությունը պետք է դիմի ուրիշ միջոցների նրա համար, որ ապահովի իր անվտանգությունը այդ դեպքում։ Պարոն Թովմասյան, շարունակելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների քննարկումները, ադրբեջանական թույլ տված այդ տարանցիկ ճանապարհով կարողացավ գործարար Սամվել Ալեքսանյանը ցորեն ներկրել Հայաստան, բայց դրան զուգահեռ նաև մենք տեսնում ենք, որ Բաքվում այլ ուղղությամբ գործընթացներ են գնում, մասնավորապես այսպես կոչված ճակերտավոր ասվածը կեղծ արևմտյան Ադրբեջանի թեզն են շարունակում առաջ տանել, նշելով, որ փորձելու են իրենց նախագահի ելույթը լսելով, իգիտություն ընդունելով նոր պատմական փաստերի այդ վերել։ Հիմա մենք ինչ ունենք, երկու իրավիճակ, հա, մեկը որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ կառուցողական դիրքերից, իր տարածքն է տրամադրում Հայաստանի տարանցման համար, բեռների տարանցման համար, մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, որ հայտարարություններ են անում, որոնք տարածքային պահանջներ են ենթադրում Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ինչպես եք մեկնաբանում իրավիճակը։ Պետք է այստեղ ընդգծեմ, որ տարածքային պահանջ չկա, եւ դա հենց նախագահ Ալիևն է ընդգծել, ինքը պատմական նարատիվի մասին է խոսում 19-րդ դարում։ Այո, տարբեր դարերում տարբեր իրավիճակ է եղել, բայց եթե նախագահ Ալիևը ցանկանում է խոսել 19-րդ դարից, ապա վարչապետ Փաշինյանը հստակ դրան պատասխանեց, ես ավելացնելու չունեմ, որովհետև պատասխանը հնչել է, որ կա ուրիշ դարեր, կան ուրիշ շրջաններ, ես բերում եմ բովանդակությունը, այլ ոչ թե կոնկրետ հիմա իր բառերը, որ կան ուրիշ դարեր եւ կարելի է գնալ եւ շատ դարերում ստուգել առհասարակ ինչ իրավիճակ է եղել, ինչ քարտեզներ կա, շատ քարտեզներում 19-րդ դարի Սևանալիչ նաեւ է գրած եւ ուրիշ եւ միջև այդ առհասարակ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաեւ հստակ ասաց, որ եղել է ժամանակ Գեղամածով կամ Գեղարքունիքի ծով է կոչվել, այդ ժամանակ Ադրբեջան առհասարակ չկար, ինչպես նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ պատասխանեց, որ եթե որևէ մեկը փնտրում է հայրենիք, կարող է միամիտ կամ, չգիտեմ, ոնց էր կոնկրետ ասել, կարող է գտնել այդ հայրենիքը, հայտնվի այնպես, որ հայրենիքը գտնի Ալթայում։ Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այն կեղծ թեզը, իբրև Հայաստանի իշխանությունները ճակերտներում թուրքամետ քաղաքականություն են վարում, ուղղակի սա կեղծություն է, սա պրոպագանդա է, իշխանությունները մենք տեսանք ինչպիսի պատասխան տվեցին, երբ դրա անհրաժեշտությունը կա, բայց իհարկե մենք բոլորս կողմ ենք, որ առհասարակ այսպիսի անհրաժեշտություն, այսպիսի բառապաշար չօգտագործենք, որովհետև խաղաղության օրակարգի դեմ է։ Իհարկե նախագահ Ալիևը սա մեծ մասամբ արել է իր ներքին լսարանի համար։ Դե ինչպես մենք էլ մեր ներքին լսարանի համար կսկսենք խոսել պատմական Հայաստանից, բայց իրական Հայաստանը, իրական Ադրբեջանը շարունակում են ակտիվ գնալ առաջ եւ դրա վառ օրինակն է սահմանագծման, սահմանազատման գործընթացը, որը
շարունակվում է եւ ակտիվանալու է, ինչ ոնց հասկանում ենք, նույն ժամանակ այդ ուրեմն այն որ լոգիստիկ կապերի բացումը փաստացի սկսվում, ապա շրջափակումը արդեն տեղի է ունեցել նույն նախագահ Ալիևի որոշումով եւ առհասարակ օրակարգը կարելի ասել դրական է։ Իհարկե ես կցանկանայի, որ այս մոտեցումները չլինեն։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմայի, ապա այդտեղ հայկական կողմը նաև կարա բազում դեմոգրաֆիկ հարցեր դնի, Նախիջևանի խոսքին դեմոգրաֆիան իր ժամանակ ինչպիսին էր, նույն Լեռնային Ղարաբաղի, նույն մնացած Ադրբեջանի տարածքներում, հարցը դրանում չէ, Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մեկին բռնի չեն տեղափոխել, որ այդ մարդիկ գան եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզենան դառնալ կամ ապրեն Հայաստանի տարածքում, ուստի այս թեման վնասակար է խաղաղության օրակարգի համար առհասարակ եւ ես հուսով եմ, որ չի շարունակվի պաշտոնական Բաքվի կողմից, բայց զուգահեռ սրա ես պետք է ասեմ, որ նաև նույն պահանջը կա մեր հանդեպ։ Նկատի ունեմ ինչ որտեղ շատ ճիշտ է, որ եթե Ադրբեջանը ասում է խոսքին մենք դժգոհ ենք, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի հանդեպ ինչ որ պահանջներ կարա ունենա կամ ինչ որ սիմվոլիկա կամ կառույցներ օգտագործի, նույն տրամաբանությամբ Հայաստանի տարածքում չպետք է գոյություն ունենա որևէ կառույց, որևէ սիմվոլիկա, որը կլինի ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում առհասարակ սա պետք է օրենքով լինի սահմանափակված խոսքին այսպիսի սիմվոլիկա օգտագործելը եւ նույնիսկ նկատի ունեմ չճանաչված պետությունների նույն Ադրբեջանին էլ նույն պահանջն է պետք ներկայացնել եւ այդպես շարժվել առաջ, որ չլինի այդպիսի անհասկանալի իրավիճակ հարաբերություններ, որտեղ դա խոչընդոտում է փոխվստահության ձևավորման կարևոր փուլը, որը զուգահեռ պետք է լինի խաղաղության օրակարգի։ Պարզապես Ալիևյան ռեժիմը այդ արևմտյան Ադրբեջան կոչվածի այդ թեզը էլ ավելի նոր թափով է առաջ տանում։ Հայտարարվում է, որ մյուս տարվա բյուջեով ՀԿ-ներին, որոնք պետք է զբաղվեն այդ գործով, ավելի շատ ֆինանսավորում է հատկացվելու։ Մենք գիտենք, որ ՀԿ-ները անկախ չեն Ադրբեջանում, ինչպես օրինակ Հայաստանում, այսինքն սա հենց նախագահի ապարատի կողմից է խրախուսվում այս գործելավոճը։ Հա, մենք տեսանք OC Media-ի այդ տվյալները, որ նախագահի աշխատակազմը ֆինանսավորում, անկեղծ ասած զարմանալի որևէ բան չկա Ադրբեջանում առհասարակ գոյություն չունի անկախ ուրեմն հասարակական կառույցներ, ուստի ինչ տարբերություն դա նախագահի աշխատակազմը կֆինանսավորի կառավարությունը թե արտաքին գործերի նախարարությունը խոսքին հասկանալի է, որ պետությունն է ֆինանսավորում եւ վերահսկում բոլոր այնտեղ այսպիսի կառույցները։ Հայկական կողմը սրա վրա իր արձագանքը պետք է ունենա, ֆինանսավորել այն գիտական տարբեր կառույցներին, որոնք կզբաղվեն փաստաթղթային առումով նախապատրաստելու այն հիմքերը, որ եթե Ադրբեջանը փորձի միջազգային առումով այդ թեզը առաջ տանի, ապա դրան շատ լուրջ պատասխաններ կա, ինչպես 19-րդ դարին վերաբերվող, այդպես էլ միջև այդ դարերին վերաբերվող, 11-րդ դարին վերաբերվող եւ առաջի անգամ թուրքական ուրեմն էթնիկ բաղադրիչը առհասարակ այս տարածաշրջանում սկսում է երևալ կենտրոնական Ասիայից եւ միջև 11-րդ դար, որտեղ որ բազում քարտեզներ կան, խոսքին Վրաստանի, հերո չգնամ, չասեմ անպայման հայկական քարտեզներ, Վրաստանի քարտեզներ, Վրաստանի պատմություն, Վրաստանի ուրեմն տարբեր բանաստեղծություններ եւ այլն, որտեղ որ հստակ երևում է ով գոյություն ունի, ինչ սահմաններում գոյություն ունի եւ ուր է Ադրբեջանը, եթե Ադրբեջանը ուզում է պատմությունով առաջ գնալ, ապա պատմությունով մենք շատ ավելի հաղթած ենք լինելու։ Եթե ուզում է իրական ուրեմն օրակարգով գնալ, ապա Հայաստանի Հանրապետությունը իր 29743 քառակուսի կիլոմետրից միջազգայինորեն ճանաչված որևէ մկրտում չունի եւ Ադրբեջանը պարտավորվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի այդ համաձայնությունով, որ նույն ձևաչափով մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է եւ որևէ պահանջներ չունի։ Արտգործնախարարության խոսնակն է նաև տարածքային ինչ-որ պահանջներից խոսել, ասում է ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, այսինքն առաջիկայում նոր տարածքներ կանցնեն Ադրբեջանին։ Տեսեք, ձեր նշած բառապաշարը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե մենք հենց նոր էի ասում 29743 քառակուսի կիլոմետր ճանաչված միջազգայինորեն, հիմա այդ անկլավները 29743-ից են,
թե այդ տարածքից դուրս են։ Եվ մենք գիտենք, որ այդ տարածքից դուրս են։ Ոստի նոր տարածքներ Հայաստանից առհասարակ որևէ բան չի կարող անցնել Ադրբեջանին։ Ադրբեջանին կարող անցնել դեմարկացիա դելիմիտացիայի սահմանի գործընթացում այն տարածքները, որը իրեն են պատկանում Ալմա-Աթայի հռչակագրով, Վաշինգտոնի հռչակագրով, ուրեմն այն ինչ ճանաչել ենք երկկողմանի ինչպես իրար տարածքային ամբողջականություն։ Նույն տրամաբանությունով Հայաստանն էլ ունի անկլավ Արցվաշենի եւ առհասարակ կան տարածքներ նույն Ջերմուկի, Ներքին Հանդի, ուրեմն վերին շորժի ուղությունով եւ այլն շատ տեղերում, որտեղ որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն, որովհետեւ մեր տարածքներում են մտած մի փոքր խորությամբ, գիտենք ամենաշատը Ջերմուկի հատվածով։ Ուստի դա պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացի ներքո։ Բայց ինչու մենք Հայաստանի իշխանությունների կողմից չենք տեսնում այդ թեմայով հաճախակի հայտարարություններ։ Ինչու թեմայի։ Դե որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները եւ պետք է րոպե առաջ այնտեղից դուրս շպրտվի։ Տեսեք, բառապաշարը դուրս շպրտվի ճիշտ չէ, որովհետև դա նշանակում է ռազմական գործողություններ, իսկ Հայաստանը բազում անգամ ասել է, որ զերծ է մնալու որևէ ռազմական գործողություններով հարցը լուծելուց։ Նույն տրամաբանությամբ Հայաստանը կամ էլ օկուպացված ունի Ադրբեջանի տարածքների ինչ որ մի մասը, նկատի ունեմ այդ անկլավները։ Բայց համեմատելի չի, շատ չնչին է Նիկոլ Փաշինյանի այդ նշած, որ ինչքան որ ինչպես Ադրբեջանն ունի հայկական տարածքների վրա վերահսկողություն, այնպես էլ Հայաստանն ունի, բայց դրանք շատ չնչին են եւ համեմատելի չեն, պարոն Թոմասյան։ Դե եթե զուտ դուք քանակի մասին եք ուզում խոսել, ապա քարտեզի վրա որ նայենք, կտեսնենք, որ իհարկե տարբերություն կա, բայց նույն ուրեմն ոսկեպարի ուղղությունով այդ հատվածը այդքան էլ փոքր չէ։ Եթե դուք զուտ խոսում եք քանակի մասին, 3 անկլավի մասն է խոսքը սովետական տրամաբանությամբ։ Հարցը նրանում է, որ առհասարակ կողմերը գիտեք, որ բանակցում էին ինչպես կարելի է այս անկլավների հարցը լուծել, որովհետև այդքան էլ հարմար չէ ունենալ այսպիսի անկլավներ։ Մեկ անկլավ էլ Հայաստանը ունի Ադրբեջանի տարածքով շրջափակված իհարկե Արցվաշենը նկատի ունեմ, ուստի այդ գործընթացը ինչպես նաև մնացած սահմանագոտու հատվածում տեղի ունեցածը Ջերմուկի հատվածում իհարկե դա շատ լուրջ խնդիր է, բայց ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը։ Այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, որովհետև ուրիշ ճանապարհ չի կարող գոյություն ունենալ խաղաղության գործընթացում եւ առհասարակ ռազմական գործողություններ այդ հատվածի համար դա վնասակար կլիներ հենց Հայաստանի Հանրապետությանը։ Ուստի հաշվի առնելով, որ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի պայմանագրով մենք արդեն պայմանավորվել ենք սահմանի մասին եւ սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, կարծեմ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ հայկական կողմից վարչապետների եւ փոխվարչապետների մակարդակով, գիտեք, որ իրանք հանդիպում են հաճախ, այդ թվում սահմանին են հանդիպել վերջերս եւ անցել են միմյանց տարածք եւ այլն, կարծում եմ, որ Կիրանցի օրինակը շատ դրական է իրականում եւ Կիրանցի օրինակով մենք պետք է կարողանանք ուրեմն մնացած տեղերում այդ սահմանազատումը անցկացնենք։ Ես Թբիլիսիից հաճախ գալով Երևան, հաճախ անցնում եմ հենց միտմամբ Կիրանցի տարածքով եւ ուշադիր տեսնում եմ այնտեղ ինչպիսի գործողություններ է վարվել սահմանազատման եւ այո, մի քանի մետրոում սահմանից այդ պատից մեր երեխաները խաղաղ խաղում են այդ ուրեմն գյուղում, դպրոցում, գնում են դպրոց, Կիրանցը նկատի ունեմ եւ եկեղեցիա վերանորոգվում եւ այլն, ուստի այդ գործընթացի հետևանքում սահմանազատման կայունություն է ձևավորվում։ Նույն տրամաբանությամբ պետքա ամբողջ սահմանը Հայաստան-Ադրբեջանի, որը շատ մեծ է իրականում, նկատի ունենալով ինչպես արևելյան սահմանը, այդպես էլ Նախիջևանի այդ սահմանը, պետք է սահմանազատվի եւ դրանից հետո իհարկե Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշվել այն վայրերում, որտեղ որ խորացած է, բայց նույն տրամաբանությամբ Հայաստանն էլ է ստիպված լինելու հետ քաշվել այն վայրերում, որտեղ որ խորացած է։ Սա է նշանակում սահմանազատում։ Միակողմանի սահմանազատում առհասարակ գոյություն չունի։
Ինչպես կմեկնաբանեք ռուսական կողմի վերջին շրջանի ակտիվացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների միջամտելու կամ մեկնաբանելու հետ կապված, օրինակ, երբ որ հայտնի դարձավ, որ ղազախական ցորեն է գալու Ադրբեջանի տարածքով, այսպես ասած, առաջ ընկավ ռուսական ցորենը, Շոյգուն, եթե ասում ենք Ալիևը ներքին լսարանի համար է ասում այսպես կոչված ճակերտավոր Զանգեզուրի միջանցք, Շոյգուն ում համար է ասում, օրինակ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր երկու նախագիծ կա Հյուսիս-Հարավը եւ Զանգեզուրի միջանցքը։ Տեսեք, առաջի հերթին իհարկե Ռուսաստանը փորձում է հիմա ադապտացվել այն նոր իրականությանը, որը տարածաշրջանում կա եւ դրա մենք առասարակ դրա դեմ չենք, հակառակը կարծում եմ, որ հայկական պետությունը բազում անգամ դա ասել է եւ դրա փաստեր կա, նկատի ունեմ վարչապետ Փաշինյանը այդ թվում հստակ ասել է, որ հետաքրքրված են Ռուսաստանի մասնակցությամբ այդ լոգիստիկ կապերում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի տրամաբանությամբ, տրիպի տրամաբանությամբ։ Ուստի եթե Ռուսաստանը ընկալում է, որ նոյեմբերի 9-9-րդ կետի հարցը ավարտված է, ապա այդ դեպքում մասնակցել այս լոգիստիկ կապերում, դա կարծում եմ նաև Հայաստանին իօգուտ կլիներ, այլ ոչ թե այստեղ բացասական մթնոլորտ ձևավորել նույն Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով դա, այստեղ խաչմերուկը նշանակում է ինձ դա հյուսիս-հարավ, արևոտ, արևելք, եւ Հայաստանը դրա համար պատրաստ է Շոյգուն իր պետության օրակարգ ունի, բացի դրանից շատ կարևոր է Ռուսաստանին այլ ցույց տալ հիմա, որ այդքան էլ դեմ չի Ռուսաստանը այդ լոգիստիկ կապերի, որովհետև գիտեք, օրերս Լավրովը նաև հայտարարություններ է արել, որ իրանք ամեն ձևով խոչընդոտելու են այս գործընթացը իրականում նկատի ունենալով, եւ բոլորը հասկացան, լոգիստիկ կապերի բացումը եւ զարգացումը։ Ուստի իհարկե դա շատ լուրջ մտահոգություն ձևավորեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև թուրքական պետություններում, նկատի ունեմ Թուրքիայում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայի պետություններում, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան եւ կարծում եմ, որ Շոյգուի ասածը նպատակ ուներ բալանսավորել Լավրովի այդ կոշտ հայտարարությունները եւ իրականում Լավրովի քաղաքականությունը լուրջ ձախողում ունի եւ հիմա նույնիսկ դա սկսում են նկատել Մոսկվայում, ինչը կարա լինի դրական ազդակ այն ուղղությունով, որ այդպիսի բառապաշարով ամեն ձևով կխոչընդոտենք եւ այլն, այլևս Ռուսաստանը որ չմոտենա մեր տարածաշրջանին եւ պետություններին, որովհետեւ խոչընդոտելու ոչ միայն նպատակ չկա, նպատակ չպետք է լինի եւ ցանկություն, այլ նաեւ պատճառ չպետք է լինի, որովհետեւ Ռուսաստանը կարող է հավասար մասնակցել այս գործընթացներում միայն հարգելով ինքնիշխան Երևանը, առանց հարգելու ինքնիշխան Երևանը եւ ցանկանալով վերադարձնել իր իշխանությունը Երևանում գործակալների միջոցով, իհարկե բերելու է ցավոք հայ-ռուսական հարաբերություններում նոր բարդությունների, բայց մենք չենք ուզում այդ բարդությունները, ուստի հուսով ենք, որ Ռուսաստանը գործակալների եւ այդ հակապետական էլեմենտներին աջակցելու միտում չի ունենա։ Պարոն Թոմասյան, Հայաստանում ավարտվեց հոգևոր գերագույն խորհրդի ժողովը, որից հետո հայտարարություն տարածվեց։ Կաթողիկոսի գլխավորությամբ անցկացված ժողովից հետո տարածված հայտարարությունում նշվում է, որ վեր են հանվել գերիների հետ կապված խնդիրը, Արցախում հայ մշակութային խնդիրները, ինչպես նաև ուշադրություն է դարձվել այն հալածանքին, այն անհանդուրժողականությանը, ատելության մթնոլորտին, որ ձևավորված է եկեղեցու նկատմամբ, դուք ինչպես եք մեկնաբանում այս հայտարարություն, այս դիրքորոշումը եւ ինչու հոգեվորականները չեն քննարկել իշխանությունների պահանջը կաթողիկոսի հեռացման հետ կապված։ Դե առաջին հերթին պետք է արձանագրել, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր փոքրիկ խմբակը եկեղեցի չեն, որ հալածանքներ լինեն եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ առասարակ հալածանքներ չեն կարող լինել, որովհետև եկեղեցին դա հավատացյալ հոտն է, ժողովուրդը եւ իրեն սпасարկող հոգեվորականները, բայց այս հոգեվորականները այդ ժողովրդին չեն սпасարկում, առհասարակ կարծում են, որ իրանք են եկեղեցին եւ խնդիրը հենց դրանից է գալիս։ Իհարկե Կտրիչ Ներսյանը չի կարող լքել այդ պաշտոնը, իր եղբորը մեդալ շքանշան փոխանցելը նաև այդ մեծ ուրեմն նկարի պատկերի մաս է
որ կան ուժեր Ռուսաստանում, որոնք ուզում են, որ կտրիչը շարունակի իր քաղաքականությունը, այդ թվում կոնկրետ քաղաքականությունը խոչընդոտելու լոգիստիկ կապերի բացումը, խոչընդոտելու խաղաղության օրակարգը, վերսկսելու հակամարտությունը, Ռուսաստանին հրավիրելու այս դեպքում արդեն Սյունիք, եւ որ Ռուսաստանը Սյունիքում ձևավորի ճակերտներում խաղաղապահ առաքելություն, որը կվերահսկի լոգիստիկ կապերը ամբողջությամբ եւ Երևանը առհասարակ էլ քարտեզի վրա իր որևէ նշանակություն չի ունենա առանց այդ լոգիստիկ կապերի վերահսկողությանը։ Ոստի Կտրիչ Ներսյանը կայացրել է սխալ որոշում, չքննարկելով այդ հարցը, որովհետեւ եթե ինքը չի քննարկում այդ հարցը, ապա մենք հայ ժողովրդի բոլոր զավակները ամբողջությամբ ժողովուրդը մենք բոլորս ասելով մենք նկատի ունեմ բոլորին, հուսով եմ որ շատ լայն շրջանները հանրության շատ ակտիվ ոչ միայն կքննարկենք, այլ քայլեր կունենանք եւ այդ քայլերի մասը Կիրակի օրը այս Կիրակի պատարակը, որը տեղի կունենա ուրեմն Թալինում Տեր Թադե Քահանա Թախմազյանի կողմից, որը լինելու է արդեն երկրորդ փաստացի կտրիչից ազատագրված մեր եկեղեցին, առաջինը Հովանավանքներ, որտեղ որ նաև ես գտնվում էի եւ մենք այնտեղ հանդիպեցինք նաև եւ հիմա կլինի երկրորդը, ես նաև Կիրակի օրը գալու եմ մասնակցելու, որովհետեւ մենք ունենք շատ կարևոր առաքելություն, ազատագրենք եկեղեցին եւ կտրիչին, սա ուղերձ է շատ հստակ, ազդակ, որ ազատագրումը գործնային առաջ է գնում եւ ավարտվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումով։ Ինչքան ավելի շուտ որոշում կայացնեն երկխոսության պետության հետ եւ երկխոսությունը ունի միայն մեկ թեմա, ինչպես հայտնի Սերժ Սարգսյանի դեպքում հերացումը Կտրիչ Ներսյանի եկեղեցուց, այդքան իրանց համար ավելի լավ, որովհետեւ պետությունը շատ խիստ որոշում է կայացրել, ես այդպես եմ տեսնում, որ այս հարցը միջև վերջ է լուծվելու եւ Կտրիչ Ներսյանը անպայման լքելու է եկեղեցին։ Փաշինյանը նման որոշում ունի, խիստ որոշում։ Ես կարծում եմ, որ բոլոր ամբողջ այս վերջի շրջանի ուրեմն պետության ներկայացուցիչների կառավարության բարձր պաշտոնյաների կողմից բոլոր հայտարարությունները մեզ տալիս են հնարավորություն ոչ միայն վարչապետ Փաշինյանի, այլ դու գիտեք, որ առհասարակ այս թեման քննարկվում է տասնյակ բարձր պաշտոնյաների կողմից Հայաստանում, ապա ես կարծում եմ, որ այսպիսի ծավալով, այսպիսի լրջությամբ, այսպիսի գործնային փուլով մոտենալու դեպքում արդեն հասկանալի է, որ հետքայլ անելու այստեղ հնարավորություն չկա, որովհետև հարցը պետք է միջև վերջ հասցվի եւ դա նշանակում է իհարկե Կտրիչ Ներսյանից ազատագրելը վարչապետը օրերս հստակ իր ուղերձում նաև ասաց, որ հարցը ավարտվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումով, հենց այս բառապաշարով, սրանից ավել էլ ինչ պետք է ասի, որ հասկանալի լինի, բացի դրանից, որ Եզրասին կոնկրետ ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ մեղադրանք ուղղեց իր հանդեպ, էլ սրանից ավել էլ ինչ պետք է ասի վարչապետը, ես չեմ պատկերացնում, որ մենք հստակ պատասխանեմ ձեր հարցին, որ այո, այսպիսի որոշում կա։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Եզրաս Սրբազանը, այնինչ դուք անվանում եք եկեղեցու ազատագրում, նա անվանում է Աստվածամարտ։ Ինչպես կմեկնաբանեք։ Կտրիչնա իրան այդպես անվանում։ Եզրասնա այդպես իրան անվանում։ Ով է իրան այդպես անվանում։ Իրանց էտա բանը որ շփոթել են։ Իրանք հասարակ քաղաքացիներ են, մարդիկ են, եւ հերիք չի իրանց եկեղեցու դեմ են դրել եւ սա անվանում էին եկեղեցու դեմ մարդ եւ պայքար, իսկ մենք հակառակը, մենք մեր եկեղեցին ուզում ենք պաշտպանել այս փոքրիկ խմբակից, գործակալներից եւ դրա նպատակով ազատագրելու ենք մեր եկեղեցին։ Հիմա էլ արդեն անցել են այդ ուղությամբ եւ Աստվածաշունչ երևի չեն կարդացել, որ ասված է, որ իզուր անունը չտակ Աստծո եւ այս մարդիկ դրա վրա են գնում եւ փաստացի մի հատ էլ իրանց են համեմատում երևի, որովհետեւ հենց իրանց եկեղեցուց ազատագրենք կտեսնեն ինչպեսի կառույցը լինելու մեր եկեղեցին, ինչպեսի հեղինակություն է ունենալու առհասարակ ազգում եւ ես նկատի ունեմ հենց եկեղեցու մակարդակով այդ մարդիկ որևէ իրավունք չունեն խոսելու հակաեկեղեցական գործողությունների մասին, առավել եւս այնինչ դուք ասացիք, ես նույնիսկ չեմ ուզում կրկնել, որովհետեւ սա սրբապղծության
ամենաբարձր մակարդակն է այս հանցագործների, գործակալների, սրբապիղծների, կոռուպցիայի մեջ մասնակից, ուրեմն չեկիստների կողմից։ Եվ թող չմտնեն այդ դաշտ առհասարակ, որովհետև այդ դաշտում իրանց հետ լրիվ ուրիշ ձև կխոսեն։ Պարոն Թումասյան, իսկ մյուս հատվածի կարծիքի դիրքորոշման հետ հաշվի չպետք է նստել, կան մարդիկ, հավատացյալներ, որոնք ասում են, որ սխալ է այս ամենը, ինչ անում է քաղաքական իշխանությունը։ Ես իրանց հետ համամիտ եմ, որ այնինչ տեղի է ունենում դրական չէ, լավ բան չէ։ Ոնց կարա լավ բան լինի, բայց հարգելի հայրենակիցներ, պետությունը այո, չպետք է ներխուժի եկեղեցու գործերի մեջ, բայց հիմա օտար պետությունն է ներխուժե մեր եկեղեցու գործերի մեջ, եւ կտրիչը այդ օրակարգը սպասարկողն է։ Հիմա հայկական պետությունը պետք է ներխուժի, ազատագրի հայկական եկեղեցին օտար պետության ներխուժումից, իսկ հետո արդար քահանաներին տա հնարավորություն զբաղվեն հոգևոր կյանքով, չներխուժեն իրանք էլ պետական գործերի մեջ, դա իրանց գործը չէ, նույն տրամաբանությունով ոնց պետության գործը չէ ներխուժել եկեղեցու հարցերի մեջ, բայց հայկական եկեղեցին չի կարող օտար պետությանը ծառայել։ Կներեք, բայց ռուսական եկեղեցին հայկական պետությանն է ծառայում, չէ, բայց չի հայկական եկեղեցին պետք է ծառայի ռուսական պետությանը կամ որևէ ուրիշ պետությանը։ Ինչ փաստեր ունենք, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը Ռուսաստանի Դաշնությանն է ծառայում։ Առաջի հերթին այստեղ հստակ նշվել է, որ սովետական միությանը, այս մարդիկ սովետական միությունում ծնված մարդիկ են առհասարակ, եւ KGB-ի մասին վարչապետը ասեց, ես դες կոչ եմ անում, որ դուք վարչապետին ուղեք այդ հարցը, որովհետեւ ես համոզված եմ, որ երկրի ղեկավարը երբ հայտարարություն է անում եւ մեղադրում է որևէ մեկին այս դեպքում Եզրաս Ներսիսյանին KGB-ի գործակալ լինելու մեջ, կարծում եմ, որ դրա հիմքեր ունի եւ ունի շատ տվյալներ, որը մենք եւ դուք չենք տիրապետում տարբեր պատճառներով։ Ուստի նույն ազգային անվտանգության ծառայությունը ենթարկվում է ուղիղ վարչապետին եւ ունի շատ ավելի շատ տվյալներ, քան որևէ մեկը կարող է ունենալ։ Ուստի համարում եմ, որ սա փաստացի իրականություն է եւ ռուսական պետության մասին չի խոսքը գնում, այլ իրանք Ռուսաստանը տեսնում են իջպես իրավահաջորդ սովետական միության եւ KGB-ի եւ կարծում են, որ պետք է ծառայեն եւ Ռուսաստանում փորձում են գտնել մարդկանց, ում միջոցով իրանք կփորձեն պահել իրենց այդ իշխանությունը, դրանով նաեւ ստեղծելով խնդիրներ հայ-ռուսական հարաբերությունների համար, ինչը նաեւ խնդրահարույց է եւ դա չպետք է տեղի ունենա։ Ուստի կարծում եմ ձեր հարցի պատասխանը ակնհայտ է, որ փաստերը դրա բազում են եւ շքանշանը նորից ցավոք խոսում է դրա մասին։ Իսկ այնինչ տեղի է ունենում եկեղեցու ազատագրման անվան տակ, դա արդյոք այլ պետությունների եւս այլ պետությունների ներխուժում չէ հայ առաքելական եկեղեցի։ Ինչ նկատի ունեք չեմ հասկանում, որ Օրինակ, պետ կարծիքներ կան, որ Թուրքիայից, Ադրբեջանից հրահրվող գործընթացներ են արշավ Հայաստանի կայացած ինստիտուտներից մեկի եկեղեցու դեմ։ Ուրեմն աշխարհում այսօր դուք ինչպես լրագրող ես ես կոչ եմ անում, որ դուք ուսումնասիրեք, որտեղ առհասարակ եկեղեցին կրոնը այսպիսի կարևորություն ունեցող, նկատի ունեմ այսպիսի տոկոս աջակցության, ինչպես կրոն, այսպիսի մասնակցության, նկատի ունեմ փոքրիկ ինչ որ խմբեր, հա, իրանց ծավալով, այսպիսի ամենամեծ կրոնը, տոտալ, որ կարելի ասել բոլորը այդ կրոնի մաս են, այսքան ընդդիմադիր բացահայտ քաղաքականություն է վարում։ Միտեղ այսպիսի ինձ հետաքրքիր է կգտնեք, կարծում եմ, որ ոչ, Հայաստանում առհասարակ աշխարհում ամենաբացահայտ պետության եւ իշխանության, լեգիտիմ իշխանության, այն էլ մենք ժողովրդավարությունում ենք, լեգիտիմ իշխանությունների դեմ այսպիսի բացահայտ եկեղեցու մասնակցությունը քաղաքականության մեջ, սրա վրա արձագանքը պետության կողմից, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ եկեղեցին լինի գլխավոր ընդդիմադիր։ Եվ սա մեղադրել Ադրբեջանին եւ Թուրքիային, այո, իհարկե, սա ընդդիմության համար կարող օգտակար թեզ լինի,
Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ եկեղեցին ցավոք նաև փորձում է խոչընդոտել հայ-ադրբեջանական հարաբերությունների այդ խաղաղության օրակարգը, եւ ես համոզված եմ դա արվում է օտարի հրահանգով, որտեղ նույն օտարի հրահանգով եկեղեցին շատ ժամանակահատվածում լուր էր, այդ թվում երբ 9 ամիս Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը եւ եղբայրները շրջափակման մեջ էին գտնվում։ Եկեղեցին չարեց այն, ինչ կարար անել, եւ Կտրիչ Ներսյանը կարար հելներ եւ գնալ իր հավատացյալ հոտի մոտ եւ կարողանար այս թեման բարձրաձայնել, բայց դրա փոխարեն այսօր է խոսում այդ հարցերի մասին։ Այդ հարցերով հայկական պետությունը կզբաղվի այն տրամաբանությունով, որ տրամաբանությունը անհրաժեշտ է, ուստի կարծում եմ, որ Կտրիչ Ներսյանը պետք է զերծ մնա միջազգային թեմաներով զբաղվելով առհասարակ եւ դրանով ավառնվազն խոչընդոտներ չստեղծի հայկական պետությանը։ Համահունչ պետքա լինի եկեղեցին, հայկական պետությանը չի կարող համահունչ լինի օտար պետություններին, այդ թվում Իլհամ Ալիևին ձեռնտու իրավիճակում, որ հակամարտությունը շարունակվի։ Ուստի կարծում եմ, որ ոչ թե սա պատվեր է Ադրբեջանից կամ Թուրքիայից, առհասարակ սա հնարավորություն է, որ Երևանը դուրս հանի եկեղեցին ինչպես ուրեմն գործիք Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ձեռքից, որովհետև միջև ինքը հայկական պետության դեմ է գործում, այդպիսի գործիք կարա լինի, խոսքին Ադրբեջանը կարա օգտագործի եկեղեցու հայտարարությունները հայկական պետության դեմ, Թուրքիան կարա օգտագործի, Ռուսաստանը կարա օգտագործի, մենք ինչու՞ սա պետք է թույլ տանք։ Այսինքն կաթողիկոսը չխոսա գերիների խնդրից, Արցախում հայկական մշակույթի ոչնչացումից, ինքը օրինակ գնում է Հռոմի Պապի մոտ այդ թեմաներից է խոսում։ Ես հստակ արդեն ասացի, որ հայկական պետությունը միշտ խոսում է, հստակ ասում է, որ այս թեմաների շուրջ աշխատում են։ Խնդիրը նրանում է, որ ուրեմն կաթողիկոսի պաշտոն նկատի ունեմ, կողմից հարցերը բարձրաձայնելու ձևաչափել կա եւ առհասարակ ինչքանով հայկական պետությանը դա օգուտ թե վնաս է բերում, դա պետք է լինի կոորդինացված քաղաքական առումով։ Խնդիրը նրանում է, որ ինքը դա կոորդինացումի փոխարեն դա կոորդինացված է Մոսկվայի հետ, Մոսկվայի շահերի հետ։ Եվ ինքը զուգահեռ դրա նույն Կիրանցի օրինակը ես որ բերեցի, հաջողակ սահմանազատում դա գլխավոր տեղն էր դարե, որտեղից որ այդպես կոչված սրբազան պայքարներ սկսվե, որտեղ որ տավուշը հանձնելու մասին էր կեղծ խոսակցություն։ Կտրիչը վերջապես պատասխանատվություն պետք է կրի, որ խափում էր ժողովրդին իրանցը հանձնելու մասին, թե չէ։ Այդ պատասխանատվությունը ինչպիսին պետք է լինի, թե միայն քաղաքացի Գալստանյանն էր այդ պատասխանատու դրա համար։ Իհարկե ոչ, Կտրիչ Ներսիսյանն էր դրա աջակիցը, ուստի հենց դա է խնդիրը, որ ինքը քաղաքականության մեջ մտնում է, չպետք է մտնի քաղաքականության այդ ծավալի մեջ կամ եթե մտնում է եկեղեցին, պետք է համահունչ լինի հայկական պետությանը եւ վերջ։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։